Վերջին շրջանում առողջապահական ոլորտում շատ են քննարկումները, որ հանրապետության տարածքում իրոք վիրուս է տարածված, որը հանգեցնում է գրիպի ախտանիշների։ Հայտնիները ևս զերծ չեն մնացել դրանով վարակվելուց։ Այս անգամ վիրուսի հետևանքներից դժգոհել է դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը։ Բարի լույս։ Անցնենք տեսարանը։ Ագնեսա Կոստանտինովնա, այո, Նորայրը, ներսը, ինչ-որ կոֆե։ Առավոտյան 7:30-ից նկարահանման ենք ու ես ոնց որ լավ չեմ։ Անին ինչ ասես դնում ա դեմքից որ դզվեմ, բայց ոնց որ չեմ դզվում։ Շատ վատ վիրուս է տարածված հանրապետությունում, զգույշ եղեք։ Այո։ Ոյ, կորցրեցինք։ Վիրուսը սարսափելի, զգույշ եղեք։ Այն որ ուղեղը տանջատվում է, որևէ բան չես կարողանում անել, կիսաքնած վիճակում նկարահանման եք։ Ձեզ լավ որ, եղեք։ Իսկ ով նորակնից արձանում, ասեմ, որ ունակ մասիվում հրաշալի արև է։ Երեկվանից բան չի փոխվել ինձ մոտ, գնալով ոնց որ ավելի եմ վատանում։ Մեր ամինա չինացի դարձել մասկի կա դրել, որ չվարակվի, իսկ մեր մոտ մի նայեք, էլի մենք անապահով ընտանիք ենք, փող ենք հավաքում, ճիշտն ասած էս տանիքը վերանորոգենք, որտեղ ջուր է թափում, իսկ այնտեղ բուրըն փորձեր են գնում, Անին ու Նորոն ամենապարտաճանաչ դերասաններն են, առավոտյան ժամը 6-ից եկել են ու հոփորձ չեն անում, Այնտեղ մի անկյունում է խելոք բիձու նման նստել է մեր Արտյոմը։ Ինչ է կատարվում, Թինան էստեղ շորերն է կարգի գցում, մի խոսքով խառնենք։ Ու ով ինչով կարող է օգնեք, ես կրիշը սարքենք էլի, ամեն րոպե վտանգի տակ եմ։ Հայի մի տեսակ կա, որը անհասկանալի եւ անընդունելի է ինձ համար, էս ինչ նախանց, քինախնդրություն, խոսում են ինչ-որ մարդու մասին, ինչի եք խոսում, ինչի եք այդքան չարացած, մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որն արդեն անտանելի է դարձել, վերջին մի քանի ամիսների նկատում եմ, խեղդվում եմ արդեն, որ մտնում ես համացանց, տեսնում ես այդ չստացված մարդկանց նեգատիվը լցնում են մյուսների վրա, այնպիսի անեծքներ ես կարդում վերջին շրջանում, իմ առաջ դռներ են փակվել նախկին իշխանությունների օրոք, ես 2008 թվականին միտինգների մասնակից էի, նկարահանվում էի դժբախտ երջանկությունում, երկրորդ սեզոնին իմ առաջ փակվեցին դռները, լավ է ապրենք այն ժամանակ ես չունենայի աշխատանք, բայց ունենայինք պետություն, սահմաններ ու Արցախ, երբ նայում ես, թե ինչպես են հայրենիքդ մաս տալիս, վաղը կարող է դրոշ խփելու տեղ չունենանք, սարսափելի է ինձ համար, նշել էր դերասանուհին։ Հիշեցնենք, որ իր վերջին հարցազրույցներից մեկում Ագնեսա Շահնազարյանը մի շարք բացահայտումներ էր արել, կապված թե անձնական, թե գործնական կյանքի որոշ մանրամասների հետ։ Անդրադառնալով հարցին, թե ինչու են իրեն միշտ սիրավեպեր վերագրում խաղընկերների հետ, դերասանուհին նշել էր. Գուցե դա խաղից է գալիս, երբ տարիներ առաջ Ռիչարդ Մադլենյանի հետ խաղում էինք մի ֆիլմում, որտեղ ես հղի պետք է խաղայի, դա մի կատաստրոֆա էր, որովհետև ես այդ փորը տանը պետք է հագնեի դուրս գայի, ինքը կորսետի նման էր, այնպես է լինում, որ մամաս մի անգամ գնում է պոլիկլինիկա, հերթ է լինում նստած սերիալն է գնում մեր, ու կանանցից մեկն ասում է, գիտես չէ, Ագնեսան էլ Ռիչարդի հետ է ու հղի։ Մամաս ասում է չկա նման բան, այդ կինն էլ ասում է դա 100%-անոց ինֆորմացիա է, պարզվում է ինձ ստուգող բժիշկն իրենց բարեկամն է, մեր ազգը սիրում է այդպես անուններ կապել, երեխայիս հայրիկին չգիտեին ով է, ես չեմ սիրում դրա մասին խոսել, դա խիստ անձնական է եւ որևէ մեկի քննարկելու թեման չէ, ես իմ կյանքը միշտ այլ կերպ եմ պատկերացրել, բայց ցավոք հայտնվեցի ուրիշ իրականության մեջ, որդու մասին խոսելիս էլ Ագնեսան ասել էր, ես նոր եմ սկսել Դանիելին ճանաչել, որովհետև Դանիելի խնամքով զբաղվում է մայրս, մորաքրոջս հետ միասին, աշխատանքի բերումով դրսում եմ լինում շատ, ես նրա հետ շփվում եմ հասուն մարդու պես, նրա կարծիքը հաշվի եմ առնում, այդ պակասը մենք չունենք, ինքը շատ է շփվում իր հայրիկի հետ։ Նշենք, որ իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ էլ Ագնեսան խոսելով մայրության, ամուսնալուծության եւ երեխայի հոր հետ հարաբերությունների մասին ասել էր. Բոլորն են ասում, որ երեխա ունենալուց հետո կյանքդ փոխվում է, բայց մեծ տարիքում մայրանալը այլ է։ Շատ թեթև հղիություն եմ ունեցել, ասում էին, որ պետք է հանգիստ նստեմ տեղս, ակտիվ չլինեմ, բայց ես շարունակում էի իմ ակտիվ առօրյան, գնում էի Վանաձոր ժողովների եւ այլն։ 38 տարեկանում հղի էի, բայց ինձ զգում էի ինչպես 16 տարեկան
բնական աղջնակ։ Երբ նոր էր ծնվել, մտքումս ասացի, «Էս ինչի է այսքան գեշ»։ Անցավ 1, 2, 3 վայրկյան նայեցի ու հասկացա, որ ինքն աշխարհի ամենագեղեցիկն է, իր նմանը չկա, իր նմանը չի կրկնվում։ Այդ պահին գիտակցությունս կորցրի, ներարկեցին ինձ բժիշկներն ու երբ կարգավորվեց վիճակս հասկացա, որ մի հրաշք տղա եմ ունեցել։ Ես եւ Դանիելի հայրը 16 տարեկան երեխաների նման սիրահարված էինք, սիրեցինք իրար եւ շնորհակալություն նրան, որ այսպիսի հրաշք բալիկ պարգևեց ինձ։ Այնպես չի, որ նպատակ էր դրվել բալիկ ունենալու, ինքնանպատակ չէր։ Իսկական սեր էր, որի արդյունքում եղավ Դանիելը, չէինք մտածում, ստացվեց այնպես, որ եղավ եւ շատ լավ եղավ։ Որդիս շատ է ուզում քույր կամ եղբայր ունենալ, ասում է, բա ինձ երբ կբերես քույր, եղբայր։ Ես նրան ասում եմ, որ այդպես չի լինում, կամ իր հայրը պիտի այլ կնոջ հետ ամուսնանա, կամ ես այլ տղամարդու ու այդպես հերթականությամբ։ Ես շատ եմ ուզում, որ Դանիելի հայրը ընտանիք ունենա, երեխաներ, եւ Դանիելը շփվի իր քույր եղբայրների հետ։ Ես էլ դեմ չեմ, եթե հարմար թեկնածու լինի, թեպետ ես շատ ինքնուրույն եմ, սովորել եմ այդ ինքնուրույնությանը։ Հանգիստ բաժանում չէր, եթե տեսնեիք ինչ հոգեվիճակների մեջ հայտնվեցի մեր բաժանման ժամանակ, ուղղակի բառերով նկարագրելու չէ, մենք վերջնական հարաբերությունները խզեցինք, երբ Դանիելն արդեն կար։ Հիմա հեշտ եմ խոսում այդ մասին, բայց երևի մեկ էլ Աստծուն է հայտնի, ինչերի միջով անցա, նշել էր Ագնեսան։ Ողջույն իմ Facebook-յան ընկերներ, կներեք ուշացման համար, թեպետ ես մինչ օրս ստանում եմ ձեր շնորհավորանքները ծննդյանս օրվա կապակցությամբ, ինչի համար շատ շնորհակալ եմ ձեզնից, անչափ զգացված եմ նման ջերմ խոսքերի եւ բարեմաղթանքների համար, շատ կարեւոր է, երբ որ մարդը իրեն կարեւորված է զգում, ուստի բոլորիցդ անհատապես շնորհակալությունս եմ հայտնում, ապրեք, որ կաք իմ կյանքում, ապրեք, որ իմ օրերը տոն եք դարձնում, շնորհակալ եմ, որ նման ջերմ արձագանքի եմ արժանանում ձեր կողմից, հավատացած եղեք, որ դա շատ կարևոր է ինձ համար, հավատացած եղեք, որ ձեր ամեն խոսքը, այո, հենց շնորհավորական խոսքն էլ շատ կարևոր է եւ ցավոք սրտի յուրաքանչյուրի անհատապես չկարողացա պատասխանել, բայց հիմա այսպես ինչքան որ հուր կա իմ սրտում տալիս եմ ձեզ, շնորհակալ եմ անչափ։ Բարի օր բոլորին, մենք հիմա հիվանդանոցում նկարահանման ենք, ազատ ժամանակ ունենք, որոշել եմ պրովոկացիա անեմ բոլորին, հիմա հարցեր եմ տալիս, ուզում եմ հասկանամ ով ինձ ինչքան է սիրում։ Հիմա հարցը սողում եմ մեր նկարչուհին Նունե, ինձ ինչքան ես սիրում։ Շատ։ Ինչքան շատ։ Հա, ճիշտ ասում ունեն, ասում որ չասես շատ, ոչ մի շոր չեմ վերելու, տերևով եմ նկարվելու, դրա համար հիմա ասում եմ, որ շատ է սիրում։ Դուրգարյան, դու ինձ ինչքան ես սիրում։ Շատ։ Ինչքան շատ։ Շատ։ Ինչքան։ Շատ։ Դե շատ էլ կա, շատ էլ Ամպի չափ։ Որ ամպի Դուրգարյան։ Հայաստանի։ Քրիստոս ծնավ եւ հայտնվեցավ։ Ես այսօր որոշեցի պատարագին մասնակցել մեր Բաքվում գտնվող փոքրիկ եկեղեցում, բայց այդպես էլ չկարողացա մոտ գործել եկեղեցի։ Ի զարմանս եւ ուրախություն ինձ եկեղեցին բազմամարդ էր եւ տեսեք թե դրսում դեռ ինչքան մարդ կա կանգնած, բոլորը համբերատար եւ սիրով վայելում են պատարագը։ Դա միայն մի բանի մասին է վկայում, որ մեր ազգի մեջ հավատքի ուժը գնալով օրորի մեծանում է։ Դա ուղղակի հրաշալի է։ Այսօրով անպայման, թեպետ ես ամեն գիշեր տերունական աղոթքը քնելուց առաջ, երբ որ կարդում եմ, անպայման հիշում եմ ձեր մասին։ Իմ սիրելի արցախցիներ, սիրելի հայրենակիցներ, պինդ կացեք։ Ամեն ինչ լավ է լինելու, սա փորձություն է, որը պիտի հաղթահարեք։ Պինդ կացեք, սիրում ենք ձեզ, Արցախ։ Լսում եմ Արտուր ջան։ Մի հատ հմտությունները ցույց Թրաշը ստզի մազերը շատ ացրա։ Լավ, մենք հիմա կդիմենք այս հրաշքի օգնությանը, պատրաստ ես։ Աբրակադաբրա։ Ահա, հիմա նայենք, թե ինչ հրաշք տեղի ունեցավ։ 3 ու 4։ Հա, Արտուր ջան։ Լավ է։
Գոհես։ Ուր էիր բա այսքան տարի։ Երկարությունը սրտովը տա։ Երկարությունն էլ, խտությունն էլ։ Լավ, արի հիմա խառը անեմ ու գնա գործերիդ, լավ։ Լավ։ Անհավանական է, միայն թե տեսնեք ում եմ հանդիպել փողոցում, շատ հետաքրքիր է, հիմա կներկայացնեմ իրան, մեր հայրենակիցն է, Զտարյուն, հայ։ Իմ անունդ Դավիթ, Սասունցի Դավիթ։ Perfect։ Hi David. Hi Stancy David. Baska hi David. Sev David. Tugena Shutara. La 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 la. Drive away in your Mazda Miata. Համովեր։ Դա էական չի գաթանկերա, թե չէ, ամնա էականն է և կարևորագույնը պարզեցի, թե ինչի համար են այս մատանիները։ Եվ սրանով միայն կարող ես այսպես անել։ Եկան, մոգարացասնի։ Հնարավոր չի, էց։ Լավ, բեստ։ Ուզում էի պարեմ, ուզում էի սենց անում, կամաց, Ահա և այն անձը ում մարդը ով իրան մատերին գնում է այսքան կմերնեցա, սրանով իսկապես այդ պատմությունն անի չեմ ասել։ Եթե հանկարծ սուր դնեք ինձ էլ նկատի ունես։ Այսքանը թերևս շնորհակալ։ Բարի օր բոլորին, բարի օր, նկարահանումների ենք։ Հիմա չմտածեք նոր կերպար է գալիս, ուղղակի փոքր հիմար բաներ եմ անում, որ նկարահանող խումբը մի քիչ ուրախանա։ Եկել եմ բոլորիդ բարի օր մաղթեմ, բոլորիդ բարձր տրամադրություն, ժպտացեք, սիրեք, կյանքը հիասքանչ է։ Ինչ ասեմ, մաղթում եմ ձեզ բոլորիդ հրաշալի օր, մեզ էլ լավ տրամադրություն, լավ նկարահանումներ եւ շտապ եմ ասել, որ շատ հետաքրքիր զարգացումներով լի սերիաներ են սպասվում, անպայման հետևեք ամեն տարի Գառնանը հեռուստասերիալին, հա, մեկ էլ փողոցում ինձ արդեն մոտենում են եւ հորդորում, որ ասում են այ Ազիզ ջան, դե այդ աղջկան մի քիչ փող տուր, էլի, խոստանում եմ, հենց աշխատավարձը ստացանք, այդ աղջկան մի քիչ փող կտամ, էլ չասեք, արդեն ինձ համար մի քիչ վիրավորական է, որովհետեւ ամեն երկրորդը նույն բանն ասում, ասենք խի